Այս ամանի մեջ ոչ էլ գիտեմ, թե ինչ է աճել։ Նենց էլ լավ աճում է, չգիտեմ, թե պատահական ինչ-որ բան հայտնվել է աճում, թե ինչ, տեսեք էլ ինչքան լավ է աճում, բայց ինչա չգիտեմ։ Լե թող աճի տեսնենք ինչ է ստացվում վերջը։ Ձեզ ծանոթ են թփերը, նայեք ինչ ձև է։ Մի րոպե այստեղ ձեռքով։ Այսպիսի բույս է։ Չգիտեմ ինչա, բայց շատ լավ աճում է։ Ջրում էի, լավ էլ բոյովացել է։ Չերիներն եմ ուզում ցույց տամ։ Նայեք ոնց են մեծացել։ Ես մի քանի հատ այդ ժամանակ էլ ասեցի, աման չունեի, այդպես թողեցի իրար հետ, մի քիչ այդպես նվազ մնացին, բայց սրանք լավ մեծանում են, չգիտեմ երբ են ծաղկելու։ Երևի արդեն ժամանակն է։ Այս մեկը գրելի ապարատի վրա լավ մեծացել է։ Հիմա շատ ուժեղ արև է, շատ ուժեղ շոգ է մեր մոտ, այսօր 33-34 աստիճան պետք է լինի։ Փայտը մի քիչ կարճ եմ արել, փոքր էր փայտը, բայց այս կողքը կապելու համար։ Բայց ոնց որ թե լավ է։ Այս մեկն էլ շատ լավ վիճակում է, այս ներսն էի դրել, այդպես արև չեր ընկնում վրան, շատ խեղճ էր, բերեցի դուրս, էլի բոյովացել է։ Սրանք էլ, որ այս մեծ ամանի մեջ ընդհանրապես դուրսն են աճել, շատ լավ են։ Տեսեք ոնց են մեծացել։ Այս էլ իմ չերիները։ Բարլույս ժողովուրդ ջան։ Հուսով եմ բոլորդ լավ եք։ Այնքան շոգ է, մտածում էի դուրս չեմ գա այսօր, օրը երկուշաբթի է։ Կներեք, օրը երկուշաբթի է, մտածում էի այսօր դուրս չեմ գա շոգի պատճառով, բայց նայեցի սառնարանում սալատ չկա, մարոլ էլի նկատի ունեմ սալատ։ Պամիդոր վարունգ կար, բայց մարոլի թերթիկներ չկար, բայց դե որ շոկա, էդ էլ շատ պետք է, էլի, այսօր իսկական աղցան բան անելու օր է։ Դրա համար ասեցի գնամ, ուզում էի ոտքով գնամ։ Ասեցի գնամ առնեմ գամ, 2 գլուխ մարոլ մենակ առնեմ գամ։ Էն էլ աշուտն ասեց, մեքենայով գնա, հանքային ջուր էլ բեր։ Դրա համար դե որ մեքենայով եմ գնում, էս ինչ կարել մեքենա կա։ Դրա համար ուրեմն գնամ նայեմ էլ ինչա, պետք մեծ առևտուր չեմ անելու հաստատ։ Գրանցվել եմ, որ ասենք ինչ որ կարևոր բաներ ա լինում նահանգում էլի, նահանգապետի կողմից մեյլեր ենք ստանում։ Չել նայում է իրա ինչ անունը, որ մի ոտով քշում են, էտա քշում է երեխեն, ոչ էլ նայում էր։ Մի հատ էստեղը նայենք, որ ժողովուրդ չեն շարունակեն։ Այնտեղ որ սվետաֆորը բացում է կանաչը, մեքենաները իրար ետևից գալիս են, պետք է իհարկե մեկ-մեկ մարդիկ կան զիջում են, բայց հիմա ոչ մեկ չի զիջում։ Այս կարմիր լույսը չի բացում, չհասկացա որ ահա, ոնց որ վերջինն է գալիս ժողովուրդ ջան։ Կենայի դիմացով գալիս էր։ Սպասեք, լես ինչ եք անում։ Խառն են, խառը ժողովուրդ ջան, մենակ ես չեմ խառը, իրանք էլ են խառը, շոկ է, մարդիկ ոնց որ պանիկայի մեջ լինեն։ Հա, ոնց որ ասեցի, ուրեմն
մեյլ եկավ նահանգապետի կողմից անունից, որ ուժեղ շոկ է լինելու այսօր ու պետք է ուրեմն ցանկալի է, որ մարդիկ դուրս չգան, եթե ինչ-որ կարևոր գործով պետք է դուրս գան, ուրեմն անպայման ջուր վերցնեն հետները, անպայման պաշտպանեն իրանց արևից, գլխարկ դնեն, գլխաշոր դնեն, չգիտեմ, մի բան անեն, էլի, հենց այդպես դուրս չգան։ Տան մեջ անգամ այսպես երկար մեյլեր գրած, թե շոկից ոնց պաշտպանվեն։ Այդ ինչ էին ուղարկել, որովհետև այսօր պետք է լինի 33 աստիճան, իսկ այդ համարվում է նարնջագույն կոդ։ Այսինքն նորմալ ահագին շատ բարձր է, էլի։ Բայց այսօր վերջի չի, որովհետև վաղը ավելի շոկ է լինելու։ Հասա ժողովուրդ ջան, իջնեմ գնամ երկու բան վերցնեմ արագ ու գամ տուն գնամ։ Լավ շոկ է։ Այստեղ ներքևում լավ հով է։ Մի քիչ հովանա, մինչև խանութում էլ հով կլինի։ Մինչև էլի դուրս գալիս, բայց դե երկար չի տևի, արագ պետք է անեմ ու վերջացնեմ։ Հիմա կասեք, գնացել էիր մենակ սալատ առնեիր ու հանքային ջուր, հիմա տեղավորենք, տեսեք։ Դե այդպես չի լինում, որ գնաս մենակ այդ մի երկու բանն առնես, դրա համար ժողովուրդ ջան, հիմա ես դատարկեմ, դուք նայեք։ Հող կար, մի րոպե հողը դնեմ, նոր սուքարանի կողքը։ Այս 20 կիլանոց հողն է, համեմի ու մաղադանոսի սերմեր էի առել, ասեցի հող առնեմ ցանեմ, գիտեմ էլ ուշ չի, բայց թե կաճի, հա, ես եմ հողը վերցրի սուքարանի թուղթը, հիմա տոպրակները հանեմ ու տեղավորեմ։ Վերջացրի ժողովուրդ ջան, խանութը մեջ լավ հովեր, անգամ մի քիչ սառներ։ Այդ ռուսկինը հանդիպեց հաստակնված շակետով բանով, ասում եմ, գիտես դուրս ինչ շոկ է, ասում եմ, ես ստեղ մրսում եմ։ Մի հատ էլ ջուր խմեմ ժողովուրդ ջան, ոնց որ նահանգապետն է ասել, ծառավել չլնեք, ջուր խմեք, որ օրգանիզմը չջրազրկվի։ Ճակատին գրված էր, ճակատին պարանոցին կարծեմ, ջուր քսեք, թացացրեք։ Ինձ թվաց, թե հայերեն էին խոսում կողքի մեքենան, մեքենա եկավ կանգնեց, չգիտեմ, ինձ թվաց, թե հայերեն էին խոսում։ Երևի ականջս ուզում էր հայերեն լսել, լսեց էլի։ Դուրս եկանք շոկ, տարածք։ Հիմնականում միրգ ու բանջարեղ են առադե շոքին, էդ այլ է ուտվում, մածուն առա, ակրոշկա կարելի է սարքել, համեմ չկար էստեղ, սպասում ենք դուրս գանք, որ դու մտնես, հա? Հա, ապրես, 10 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
Պլաստմասի շշերի մեջ ջրերը արևի տակ չպետք է մնան։ Ես ինչ անում ես մեկը հլը տեսնեմ։ Այստեղից կարա մտնի, որ մտավ։ Այլ փաստորեն։ Դե տեսնենք ժողովուրդ ջան, ես են։ Դժվար տեսանելի տեղն է, որ միշտ ասում եմ, բան չի երևում։ Աշոտն էլ զբաղված էր այդ վերջին գործերով բանի, միջանցքի են լամինատն արեց, փոքր տեղը մեծ լաղն արեց, հիմա դրսի կողմից մի հատ սիրն ասնում էր էլի, քար բան էր դնում, լավ էլ սիրն էր ստացվում։ Եթե վերջացրած լինի ցույց կտամ։ Քսենյանը իրան պատերով էր տալիս շոկի համար, վազում էր վերև ներքև, ինչ անի խեղճ կենդանին, այդ բուրդը, որ իր վրա է։ Էս մի 3 օր հավես չունեի նկարելու ժողովուրդ ջան, չգիտեմ։ Հետո ասեցի, հա, բայց էս ինչ շնորհք է էլի, որ չնկարեմ այ մարդիկ սպասում են։ Դրա համար ասեցի սպասի գոնե մի հատ կարճ մի բան նկարեմ։ Ժողովուրդ ջան։ Մի հատ 3 բանջարեղենով ապուր էի պատրաստել, հիմա կդնեմ նայեք։ Բանջարեղենով ապուրն էլ որն է, մեր աջապ սանդալն է էլի։ Դնեմ նայեք։ Հիմա կասեք այդ շոքին ինչ աջապ սանդալ, 3 այսքան շոք չէր ու ախորժակս տարավ, սարքեց, ես սիրում եմ աջապ սանդալ, առանց մսի, մերոնք չեն սիրում, իմ վրա է, լավա քիչ եմ եփել, ինչ որ եփել եմ, ես պետք է ուտեմ, 2 հատ փոքր սմբուկով եմ արել, այնպես որ ես էլ երեք մի աման կերել եմ, մի աման էլ այսօր ու վերջ, հո չեմ կարա ուտեմ, ենքան որ պետք է նկարեի ռուսերեն ալիքի համար, այդպես դրա համար էդ եփեցի սիրելի բարեկամներ, մտածում ինչ որ դեսերտ կարելի է սարքել, սառած հատապտուղներից ելակ չկար, ես էլ բան առա, ահա լավա տեղս չեն կանգնել, ինչ անունը, մալինա առա ու սև հաղարժն էլ թարմ առա, քանի որ սառած կար տունը, 3 սարքել էի կեֆիրով, կեֆիրը սառած այդ սև հաղարջը 3 մենակ սևը կար, դրա համար սևը լցրեցի ու մի քանի հատ արմավ լցրեցի, դրանով այսպես խմելու բան էի սարքել, շատ էլ համով ստացվել էր։ Սեցան ողտը գալիս էր ես կո, արյանց։ Տեսել եմ, զգուշանում էր գալուց, տեսել եմ, արի։ Ոյ, վերջացրի, հիմա քանիսն է, 12-ից 15-ը պակաս ժողովուրդ ջան, շոկը, իսկական շոկը հիմա է սկսվում։ Այսօր դե լավ է տանն եմ, բայց վաղվանից գործի եմ, վաղ ավելի շոքա լինելու, իրանց ասելով պետք է 37 աստիճան լինի։ 37 աստիճան ժողովուրդ ջան, պատկերացնում եք։ Վերջ, ժողովուրդ ջան։ Իշնեմ սրանք, տանեմ ներս, կմյանամ երևի օրվա ընթացքում։ Աջապ սանդալ կամ ոնց որ ես եմ միշտ ասում, վիտամիններով ճաշ։ Տանը ինչ բանջարեղեններ ունեի, վերցրել եմ 2 փոքրիկ սմբուկ, 1.5 բուլղարական պղպեղ, կարմիրն ու տեղիններ, 400 գրամ կանաչ լոբի ունեի,
Սոխ եմ վերցրել սխտոր, 2 փոքր կարտոֆիլ, 2 հատ փոքր լոլիկ, տոմատի մածուկ, պղպեղի մածուկ, համեմ ու սամիտ եմ վերցրել կանաչիներից, աղ, կարմիր պղպեղ, կայեն եմ խառնել մի քիչ, սև պղպեղ ու ձիթապտղի ձեթ։ Սոխառած եմ անում, որևէ արտասովոր բան չկա, բոլորս էլ էսև են կեփում, կամ կարող է չնչին տարբերություն լինի, չգիտեմ։ Սոխն ու սխտորա, օրինակ սխտորը ես միշտ չէի գցում, այսօր գցել եմ։ Սոխն ու սխտորը տապակում եմ, հետո լոլիկն եմ տապակում, ավելացնում եմ սմբուկը, մի քանի րոպե այդպես թողնում եմ տապակվի, շոգ է խաշվի, կափարիչը ծածկած վիճակում, հետո ավելացնում եմ կարտոֆիլը, այստեղ բանջարեղենը շատ շուտ է եփվում, ինձ թվում է երևի շատ են քիմիա տալիս դրանից է, ավելացնում եմ կանաչ լոբին, կանաչ լոբով ես շատ եմ սիրում աջափսանդալը, սա էլ եմ մի քանի րոպե թողնում, միասին տապակվի, կափարիչով անպայման ծածկում եմ, որ գոլորշի առաջանա, ավելացնում եմ պղպեղը, էլի լավ խառնում եմ, ավելացնում եմ տոմատի մածուկը, պղպեղի մածուկը, որը բավականին կծու է, ջուր եմ նախորոք եռացրել, որ վրան եռացրած ջուր լցնեմ, համարակ կլինի, համ էլ այդպես ավելի լավ է, քան սառը ջուրը, ջուրը արդեն ըստ ճաշակի ես շատ չեմ լցնում, որ շատ ջրիկ չլինի, ավելացնում եմ աղ, սև ու կարմիր պղպեղ, կայեն, ոնց որ ասեցի խառնել էի կարմիր պղպեղի հետ, մի փոքր էլ ջուր կավելացնեմ ու վերջ, կարող եք դուք ավելի շատ ավելացնել, եթե ավելի ջրիկ եք սիրում, շատ էլ չեմ ուզում թողնեմ եփվի, որ այսպես փխլվի ամեն ինչ, այս վիճակում կանաչին լցնում ու անջատում եմ, բարի ախորժակ։ Առևտուրը դատարկեմ, շոկալ նայում ինչ եմ անում, այս բիթլոֆներն էին զեղչվել, մի կիլոյա մեջը վերցրել եմ, բայց ոչ մի բանի գինել չեմ հիշում, աման լվանալու կուպկաները այս տեսակից վերցրի, միշտ վերցնում եմ, դեղիններից էլ ունեմ են մեծերից, բայց ես էլ ամեն 2-3 օրը մեկ գցում ենք, փոխում ենք, վարունգները մի հատը իմ միավորներով եմ վերցրել, մի հատը առել եմ, 3 աշոտը առել էր էլի, արաբական խանութից, բայց ասի վերցնեմ էլի, վարունգը կուտվի այս շոքին, մի հատ ծխեցրած տոֆու եմ վերցրել, ծիրան որն է, ծիրանի նմուշ էլի, հոտ բացարձակ չունի, ուղղակի այնքան, որ անունը ծիրան էր վերցրել եմ, ինչ արժեր, էդ էլ չգիտեմ, Էսա որ կտրոնը բանանում կնայեմ կասեմ, կարող է հետաքրքիր լինի համեմատ եք Հայաստանում ծիրանի գնի հետ, 1 տարին եմ վերցրել, շոքն դե միրգն է ուտվում էլի, մի հատ փոքր ձմերուկ, մի հատ էլ սեխ, մանգո 2 հատ եմ վերցրել, մի րոպե մյուս տոպրակս վերեմ, ուրեմն հապալասը 500 գրամը 7 եվրո արժի, այսինքն 1 կիլոն 14 եվրո, մի հատ այս աղցանից եմ վերցրել, աշոտը չեր ասել, բայց իրան կոլա եմ վերցրել, շաքար չկա մեջ, մեկը խմում է ինքը, ես էլ ասում գոնե առանց շաքարի խմի, սիրում է, ինչ անեմ, հա կտրոնը էսա թրջվել, ջուրա դարել, ժողովուրդ ջան, ես ինչ է եղել, կեսը չի էլ երևում գները, սառած մալինա, սառած լոբի,
2 հատ կաթ, մեկ առավոտները, սոյայի կաթ, առավոտները վարսակի փաթիլներով շիլա եմ սարքում։ Այստեղ մի հատ ձու եմ վերցրել, այս լվացարան բան մաքրելու համար շատ լավն է, վերջացել էր։ Հիշում եք առաջ Ռաքշա էր անունը, այն փոշի, որ անում ենք ջաներս մի ձևի սրսռում էր դրա ձայնից, սրանք լավն են։ Հիմա իդեպ դրանցից էլի կա այդ փոշիներից։ Սերուցք եմ վերցրել, այս մեկը սոուսի համար, այս մեկն էլ բանի համար, ինչ որ բանից թվում այսօր ես մտքիս կա քաղցրավենիք սարքեմ, բայց մի քիչ առողջարար։ Ընկույզ, բանանը, դե հազիվ գտա այս մեկը, լրիվ հասած, այն ինչքան փչացած բան կար Լիդլում, բանջարեղենում միրգ։ Հազիվ այս մեկը հասած է, էլի պետք է շուտ ուտվի, մի 2 օրվա մեջ կունես առնարան կդնեմ։ Որպեսզի շուտ չփչանա, ասում են ֆոլգա պետք է փաթաթվի այստեղ։ Չգիտեմ, 2 հատ մոցարելա եմ վերցրել, մի հատ էս բուրգերի մսից, միս չի իհարկե, սոյայից է սարքած, էլի մանգո, մածուն էլի վերցրի, մի 2 աման կար տանը, բայց վերցրել եմ հենց նոր հանքային ջրով, թան եմ սարքել աշոտին հյուրասիրել, խաղող եմ վերցրել, ունեի, բայց էլի վերցրի, յոգուրտները հեղուկ ամեն առևտրին համարյա ունենք, եթե տանը մի 2-3 հատ ամնում առնում ենք, ու էլի ձկի ֆիլե, մեկ էլ զուգարանի թուղթ ու այսքանին վճարել եմ 73 ու 66 ցենտ։ Ասեմ, որ ես ասենք զուգարանի թուղթ, ամանի կուպկաբան, դրանք բանով չեմ կարում վճարեմ, ընդհանուր առևտրով վճարել եմ, այս ուտելիքը վճարել եմ իմ գործի տեղը, որ տալիս են, սնվելու համար մեզ գումար են տալիս ամեն ամիս, ամեն օրվա համար էլի աշխատած, դրանով եմ վճարել, Բելգիայի ապրողները կիմանան Սոդեքսոն, որ հիմա Պլյուքսի է դարել դրանով, բայց մնացած բաները, ինչ որ սնունդ չի, դրանով չի կարելի վճարել, դրանք քարտով եմ վճարել, բանկի քարտով։ Այսքան բան ժողովուրդ ջան, հիմա տեղավորեմ սրանք, սուրճ չեմ խմել, պատկերացնում եք, նախաճաշել եմ, բայց սուրճ չեմ խմել։ Իդեպ առողջ նախաճաշ եմ արել, 2 հատ խաշած ձու, բան չքան որ սալատ չկար տանը, ավոկադոն էլ հասած չէր, պամիդոր ու վարունգ եմ հետը կերել ու ճարպեր որպես, որ այդպիսի բան չկար, դա ավոկադո որ լիներ, ճարպերին կփոխարիներ, դրա համար մի փոքր սերուցքային կարակ եմ ձվերի վրա քսել, ածխաջրերն էլ Հայաստանից բերված լավաշով եմ կերել, էլի, դա էլ որպես ածխաջուր։ Հիմա սուրճ պետք է խմեմ, սրանք տեղավորեմ, մի հատ համով սուրճ սարքեմ ու բանով, դարչինով սուրճ խմեմ։
շոկ է 31 աստիճան է տալիս, բայց արևի տակ դե ավելի շոկ է։ Ծիրանն եմ ուզում փորձեմ։ Ես արդեն 8 տարի, մենք էլի 8 տարի հայկական ծիրան չենք կերել։ Հիմա ուզում եմ նախ հոտ չունի, ընդհանրապես հոտ չունի, առել ենք մի քանի անգամ, բայց այնքան վատնա եղել, որ ես երևի մի 3-4 տարի չենք առել, ուզում եմ փորձեմ, թե հիմա ոնց է համը։ Մի քիչ ոչինչ, չեմ համեմատի բնականաբար հայկական ծիրանի հետ, բայց մի քիչ ծիրանի համ կա, տանեմ Աշոտին հյուրասիրեմ։